Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք աշխատել ձեզ համար եւ ձեր ուշադրության ենք ներկայացնում Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Պետրոս Ղազարյանը հերթական անգամ հյուրընկալել է Հանուն Հանրապետություն կուսակցության նախագահ Արման Բաբաջանին։ Իհարկե այդ կուսակցության անվանման մեջ չի մասնավորեցվում, թե դա հանուն որ հանրապետության է, որովհետև հանրապետություն է ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանը եւ Թուրքիան։ Իսկ այդ զրույցի մանրամասները գուցե որոշակի հստակություն մտցնի այդ ամենի մեջ։ Բաժանորդագրվեք Անտիֆեկի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, վայելեք այն եւ կատարեք ձեր սեփական բացահայտումները։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ 26-ի ընտրությունները շատ մոտ չեն, բայց սարի ետևում էլ չեն, եւ դուք գիտեք, որ Եվրամիությունը խոստացել է մեզ այս ընտրություններին օգնել հիբրիդային սպառնալիքներից, դրա համար նրանք մեզ գումար, փորձ, օժանդակություն կհատկացնեն։ Հասարակության մի մասը գտնում է ընդդիմադիրները հիմնականում, որ սրանք մեր ընտրությունները սահմանափակելու եւ ընտրություններին միջամտելու փորձեր են, մի մասը ողջունում է այդ որոշումը եւ բացատրում է թե ինչու։ Այսօր այդ ողջունողներից մեկը մեր տաղավարում է Հանուն Հանրապետություն կուսակցության նախագահ Արման Բաբաջանյան, բարի երեկո պարոն Բաբաջյան, շնորհակալություն հավերժ ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Շնորհակալ եմ Պետրոս ջան։ Լսի, համասում ես այդ ողջունողներից մեկն է այսօր մեր տաղավարում։ Համել ասպես բարի երեկո պարոն Բաբաջյան։ Այ բալա, եթե սա ողջունող է, ուրեմն դու էլ պետք է ողջունես, չէ՞, դու պետք է ասես ողջույն պարոն Բաբաջանյան։ Այ մարդ ողջունը չես կարող ասես, ասա շունած ողջուն քեզ պարոն Բաբաջանյան։ Այտենց ասա։ Բայց մարդը ողջունները բերում Վաշինգտոնից, որպեսզի Սյունիքը հանձնեն Ադրբեջանին։ Բայց մարդը մեծ շունած ողջուն չի ասում, որ դու չես ասում ողջուն, շունած ողջուն պարոն Բաբաջանյան։ Անշնորհք է էլի, Արման ջան, անշնորհք։ Կներես ախպեր, ես իրա փոխարեն ներողություն եմ խնդրում եւ քեզ հղում եմ շունած ողջուններ։ Լավ, Պետրոս, սկսենք հարցազրույցը։ Դու ընդհանրապես քո շաբլոնը նախադասության հետևյալն է։ Ընդդիմություն ասում, ընդդիմության պրոֆեսորն ես դու, էլի։ Հələ մի հատ ասա տենանք, ընդդիմությունն ինչ է ասում, Պետրոս։ Այսպես, ընդդիմությունը ասում է, որ սա ուղղակի միջամտություն է մեր ընտրական գործընթացին։ Լավ, վատ, էական չի դեռևս։ Միջամտություն է, դա արդեն վատ է, խնդրեմ։ Ինքնին կարծում եմ իրենց այդ դիրքորոշումը իրենց շատ լուրջ հարցեր է առաջացնում, թե իրենք ինչ են անում քաղաքական դաշտում եւ իրենց ընդդիմություն կոչելը ուղղակի մեղք է, որտեղ մենք էլ ենք ընդդիմություն եւ մենք իհարկե շահագրգռված ենք որպես Ոնց դուք ընդդիմություն եք։ Բաբաջ։ Այդ երբ եք դառել ընդդիմություն։ Արա բաբոր ընդդիմություն եք դառել, Պետրոսին քիչ եք ասել, որ դուք ընդդիմություն եք։ Փորձանք ես բերում ես մարդու գլխին։ Բայց մարդը քվոտա ունի, չէ՞։ Իշքան իշխանական գործիչ պիտի կանչի, իշքան ընդդիմություն պիտի կանչի։ Արա բա քեզ կանչել է որպես իշխանության ռոպագանդիստ, դու եկել ես նստել ես ասում ես ընդդիմություն եմ։ Բա օյն ես սարքում ես մարդու գլխին։ Բասի ընդդիմություն եմ, հեսա վաղը միսօր կվերսել ես մարդուն մեծ թարս կնստասեն ես աթոռի վրա։ Կասեն ինչես գնաց ընդդիմություն։ Ումից ես թույլատրություն վերցե որ դու գնացել ես ընդդիմություն։ Եկես ասել են գնա իշխանական քարոզիչ կանչի, թե գնա ընդդիմություն բեջ։ Լուրջ ընդդիմություն եք դուք, հա, Արմեն, հա։ Պայքարում եք այս իշխանությունների դեմ, այս սրիկա, այս դավաճանական ադրբեջանա-թուրքական ռեժիմի դեմ, այս անզիջում պայքարի դուրս եկած ընդդիմադիր գործիչ եք, հա դուք։ Այ, դες Պետրոս, կյանքը էլի փոխվում է փաստոր։ Պետրոս, սուտասաներին ինչ են ասում, շարլատան, հա։ Դու գիտես մենակ Նիկոլն, հա, բանում չկա, Ամերիկա դրանից չկա, որ մի հատ էլ ուղարկեն ստե, չկա այդպես բան։ Մենակ հայկական ալում, շարլատանը մենակ հայկական ալում։
Եվ մենք իհարկե շահագրգռված ենք որպեսզի այդ մեխանիզմները եւ փորձագիտական աջակցությունը եւ նաեւ տեխնոլոգիական այդ ամբողջ գործիքակազմը Եվրամիությունը տրամադրի մեզ եւ մենք կարողանանք ընդհանրապես բոլոր այն փորձերը, որոնց նպատակը քվե գողանալն է եւ ընտրությունը ուղղակի կեղծելը եւ Հայաստանում ուղղակի ժողովրդավարական գործընթացները տապալելը անհնար դառնա։ Մի րոպե, Պետրոսյան։ Այսինքն դու ասում ես Եվրամիությունը փողատալի, որը տես բաներ չլինի։ Իսկ կլինի այդ նույն նպատակի համար Հայաստանին փոխտա ոչ թե եվրոպական միությունը, այլ եվրասիական տնտեսական միությունը։ Այնը եթե մենակ եվրոպական է, իսկ ասիականն էլ հետն է։ Եվրասիական տնտեսական միություն։ Դու եվրասիական տնտեսական միությունը, այլ ինչ տարբերություն։ Հələ այս միության մեջ եվրասիականի մեջ Ղազախստանն է կա։ Իր ղազախական ոսկե արծիվ շքանշանով, որը տվել է Նիկոլ Փաշինյանին, մեկ է ղազախական ցորենով, որը տվել է Հայաստանին, էսե քեզի շահառուն։ Ինչ վատ կլինի, որ Հայաստանին այդ նպատակի համար փոխտա Եվրասիական տնտեսական միությունը։ Եվրոպան, Ասիան իրար։ Դե չկպել եք մենակ եվրոպական։ Եվրոպականը քիչ է մեզի։ Մեզ մի քիչ ասիական է պետք։ Ղազախական։ Հա? Ղազախական ցորեն ասում եմ Պետրոսի լոզերը բերանից հետումա։ Դե լավ 20 րոպե է, քեզ պայի հեսա հաղորդումը կպրզնի, ինչ կանես։ Մի քիչ բանալի։ Տղամարդ մի ժամե սոված կմնա։ Այդ ուժերը, ովքեր այս պահին խոսում են այդ բոլոր ջանքերի դեմ, նրանց միակ հույսը Հայաստանում այդ մարդկանց քվե գողանալն է, մարդկանց քվեն առնելն է եւ այդ միջոցով վերարտադրվելը եւ ուրեմն հնարավորություն ստանալն է։ Պարոն դուք իմ հարցին բացատրություն չկա այդպիսի բան, որևէ միջամտության հարց չկա։ Հայաստանի իշխանությունները դիմել են եւ մենք ողջունել ենք, որ աջակցություն ստանան Եվրամիությունից, ուրեմն գործիքակազմը ընդլայնելու եւ օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Չէ, հիբրիդային սպառնալիքների դեմ։ Այո, հիբրիդային պետք է հասկանանք ինչա նշանակում հիբրիդային սպառնալիք։ Հիբրիդային նշանակում է, որ այն բոլոր կեղծ բոտերը, կեղծ լրատվական միջոցները, այն բոլոր տեղեկատվական, այսպես բումերը, որոնց նպատակը սենսացիա առաջացնելը, կեղծ հասարակական տրամադրություններ ստեղծելն է, ուղղակի։ Չէ, լավ չես բացատրում։ Լավ չես բացատրում, չի հասկանա։ Այս մարդը մի քիչ խնդիրներ ունի հասկանալու։ Օրինակներ, կարաս բերես։ Օրինակ ես չէ ուզում Պետրոսյան։ Առանց օրինակ կարաս հասկանաս Պետրոս, թե ասենք օրինակ բերի։ Կարելի է օրինակ, այ հիբրիդային պատերազմի օրինակ, որ մեր դեմ վարվում է։ Հիմա օրինակ կեղտոտ փողերի նաև հայտնաբերում։ Այս Եվրոպական միության աջակցության կարևոր տարերից դա է, որ մենք տեսնենք, թե ինչ միջոցներ են հատկապես օգտագործվում նախընտրական շրջափուլում եւ այդ փողերի հայտնաբերումն է շատ կարևոր։ Բերես ասեմ Պետրոսյան, չի կարում։ Այս մարդը չի կարում։ Բարդ վիճակի մեջ է դրել։ Հիբրիդային պատերազմի օրինակ է, նախ պատերազմը ինչ է Պետրոս։ Պատերազմը, որ ռազմական գործողություններ է, չէ՞։ Հիբրիդային պատերազմն է, որ ռազմական գործողությունները ուղեկցում է նաև տեղեկատվական գրոհներով։ Հիմա ռազմական պատերազմ Հայաստանի հետ ով է վարել։ Վարել է Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հիմա ասում ենք հիբրիդային պատերազմը, նշանակում է Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմականի հետ միասին ուղղորդված նաև իրականացնում են համակցված նաև տեղեկատվական ներգուր։ Հիմա որպեսզի չստացվի, որ իրանք տեղեկատվականի փողը պրյամո իրանք են տալի, չնայած ասենք բենզին են տալի, բենզինը կարելի իր հերթին ալի փողը լի, դա պրյամո։ Բայց հիմնականը ասենք տալիս է Եվրամիության ֆոնդերով, դա գալիս է Հայաստանում, ասենք ստեղծում է ենթադրենք մի հատ ՀԿ, մի հատ քաղաքական կուսակցություն, մի հատ լրատվամիջոց, մի հատ, չգիտեմ, փորձագիտական կենտրոն, փորձագետներ,
Մի հատ էլ դրանց բերում նստացնում են Պետրոսի դեմը, մեկը որպես կուսակցության ներկայացուցիչ, ասենք հանուն հանրապետության կուսակցության ներկայացուցիչ, մեկը որպես փորձագետ, ասենք կարելի նաև Ղարաբաղցի, Ղարաբաղի ակցենտով խոսացող փորձագետ։ Հա, մեկը կարա լինի, չգիտեմ, ասենք հասարակական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, այդ հասարակության միակ ներկայացուցիչը ինքն է։ Էդի ու դրանք տեղեկատվակ ադրբեջանական, թուրքական թեզերը լցնում են հայ հասարակության մեջ, դարձնում են քննարկման առարկա, նախապատրաստում են, որ իրենց շահերը սպասարկող իշխանություններն դրա հիման վրա կայացնեն Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից բխող որոշումներ։ Հիմա ասում ես օրինակ բեր, այդ ցավտանեմ օրինակը իր ամբողջ հմայքով առանց զույգի եկեն նստել է աշկիտ առաջ։ Օրինակը դեմը դրած, դու ասում ես մեզի հիբրիդային պատերազմի օրինակ կբերես թե չէ։ Նեղացնում ես այս մարդուն։ Այսքան առավոտի ցիրիկուն ճաճարում է, համ կուսակցություն ունի, համ ՀԿ ունի, համ ԶԼՄ ունի։ Սա վերցե իր վրա այդ մարդը։ Դու ասես օրինակ բեր, օշնորհք։ Դեպ Մոլդովան, որի վերաբերյալ նաև Կայա Կալասը խոսեց, դրանով կարողացավ կասեցնել երկու քաղաքական ուժի մասնակցություն ընտրություններին։ Ուղղակի ապացուցված եղավ դրամական փոխանցման փաստեր Ռուսաստանից եւ այդ ուժերը նույնիսկ մեկը դրանց ընտրությունների նախորդին ուղղակի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրենց անունը նույնիսկ բյուլետենում կար, բայց իրենք այլևս չմասնակցեցին ընտրություններին։ Լսում ես ինչ ասում Պետրոս։ Ազնիվ մարդ է, հիմիկվանից արդեն ասում է թե ընտրություններին ինչ արելու։ Ասում է, քանի որ Մոլդովան այդ նույն Եվրամիությունից փող է ստացել, որպեսզի իշխանությունները պահեն իրանց ձեռը, հանկարծ իշխանափոխություն չլինի, ինչ են անում։ Կարան կուսակցություններին չգրանցեն, կարան մի հատ ավելի մեծ աֆերիստություն անեն, ասենք ընդդիմադիր կուսակցությունը գրանցեն, 7 օր մնացել ընտրությանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն բյուլետենները երբ որ տպած է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ ժամանակ անվավեր ճանաչի այդ կուսակցության գրանցումը, որ այդ մարդկանց ասենք իրանց թվա թե իրանք այդում են այդ կուսակցության ընտրում են, բայց այդ կուսակցության քվեն վերաբաշխում է այդում արդեն ու տենց իշխանությունը պահում են, իշխանությունը որպեսի պահեն, որովհետև մենակ այս իշխանությունն է սպասարկելու Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Բա որ հանկարծ փոխվի իշխանությունը, խեշ մարդիկ արա Ադրբեջանը այդքան ծախս են արել, այդքան զոհեր են, իրանք սրանց պես չեն, իրանք իրանք զոհերի արժեքը գիտեն, չէ՞։ Ուզում են վերջերս երկիրը վերացնել, բա ոնց անեն։ Բա մեխանիզմները արդեն գծած, Մոլդովայում փորձարկած։ Կուսակցությունը դնում ես, պետությունը չես, փակի թող գնա։ Կուսակցությունը լովա փակում, սահմանադրական դատարան, ում որոշման ում առաջարկության փակում, կառավարության ջանինը մեռնեմ, սահմանադրական դատարանի ջանին էլ ընդեից մեռնեմ։ Բա դրա համար է, բա պետություն արա, բա ժողովրդավարություն է, բա ժողովրդավարությունից դու գիտես պիտի ով հասնի կուսակցություն, բացեն հավաքվեն քաղաքացիները կուսակցություն հիմնեն, այդան մասնակցեն ընտրություններում հաղթեն իշխանությունը փող, գեժի դարա էլի Պետրոս։ Եվ դրա վերաբերյալ ինչ որ ընտրություններին մոլդովական այդ իրադարձությունների վկայաբերմամբ հայաստանյան քաղաքական ուժեր են խոսում չհիշելով որ Մոլդովայում այդ առիթով այդ երկու կուսակցությունները արգելվել են մի հոգի բողոքի ակցիա չի արել որովհետև Պետրոսյան որպեսզի բողոքի ակցիաներ չլինի ինչ պիտի անես նախապես պիտի բանակը վերացնես դրա փոխարեն ամբողջ միջոցները ուղղես ոստիկանության գվարդիա ստեղծես, տեխնիկապես հագեցնես, նոր սարքավորումներ առնես, տաս իրանց համար նոր միջոցներ առնես, հատուկ արգելված միջոցները դարձնես թույլատրելի միջոցներ, ամեն մի սովորական հավաքին տանես աշխարհի ոստիկանությունը լցնես ընդ մարդկանց ձերբակալես, որպեսզի բողոքի, որ այն մարդկանց մտքով չանցնի բողոքի ակցիա։ Այն որ պիտի բանը սա սուսը փոս արդեն կուսակցությունը փակին բողոքի ակցիա չկա, մնացին մենակ իշխանական կուսակցությունը, դրանք գնում են մասնակցում են։ Ինչ մտք է, հիմա պետք է ես եմ սա կուսակցություն եմ մասնակցել։ Ոչ, ԿՊՆ կա, ինքը կա, ընդդիմություն, հոպլոն կա, եւ մի հատ էլ ատամնատեխնիկ։ Ասենք են եկեղեցիների են գաստրոլների գնացող են ատամնաբուժ։ Կարա մի հատ կուսակցություն էլ ինքը բացի։ Մասնակցեն արդար ընտրությունների դրանք ով ընտրվում։ Մոլդովայում դա եղել է արդեն։ Նորմալ է, ցույցերը չի եղել։ Սա չոտկի է թվում։ Մեր մոտ անում են Դե գիտեմ մեզ մոտ ինչի են անում եւ ովքեր են անում եւ դրանք որտեղից են ուղղորդվում։ Հետեւաբար ես հույս ունեմ, որ
Հայաստանի իշխանությունները շատ հետևողական կլինեն եւ ուրեմն այս միջոցներից նաեւ իդեպ Մոլդովայում Միացյալ Նահանգները ու Եվրամիությունը համաձայնեցին, որ պետության տված տեղեկությունների հիման վրա իրենք պատժամիջոցներ նաեւ կսահմանեն եւ դա շատ լավ աշխատեց։ Այսինքն Միացյալ Նահանգներ, Եվրամիություն որոշում են թե երկրում ինչ պիտի բա անկախ պետությունը տենց ալնում Պետրոս։ Բա անկախ պետությունը դու գիտես այդ պետության ժողովուրդն է, հա, որոշում ինչ պիտի լինի։ Այն Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն էլ դրանք է ապուշ են։ Պետք է նստեն սպասեն տենան ստե ինչ ալնելու։ Թուրքերն ու ադրբեջանցիներն էլ են ապուշ։ Պետք է շոր կակոյնի բույց հայեր հայ ժողովուրդ որոշի թե ով դառնա իր իշխանությունը։ Չէ, կարծում որ եթե մենք այդ տրամաբանությունով գնանք, կարանք հիշենք 96-97-ի ընտրությունները, բայց մենք լրիվ ուրիշ մարտահրավերների առաջ ենք եւ հիմա բոլորովին նոր իրողություններ են, հա մենք հիմա ինչ գնում ենք հետ թե ուզում ենք առաջ գնալ։ Մենք հասկանում ենք, որ ժողովրդավարությունը եւ ժողովրդավարական ժողովրդավարական բանը արել, կարող ենք շատ ես կարծում եմ վարչապետը վերջերս հայտարարեց, որ ամեն ինչ պիտի արվի, որ հաջորդ խորհրդանում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չլինեն եւ նրանց հետ փոխկապակցված քաղաքական ուժերը։ Այդպիսի հայտարարություն է արվել։ Վերջելի չընտրություն այ Պետրոսյանը ցավը տանը։ Այս մարդը, դες ազնիվ մարդ է, էլի։ Ազնիվ մարդ է։ Ասում է Խո ժողովուրդը չի որոշում հաջորդ խորհրդանում ով պիտի լինի, ասենք օրինակ Սերժ Սարգսյանը հանրապետական կուսակցության նախագահն է։ Հիմա խո այդ կուսակցությունը չի կարող գնա մասնակցի ընտրությունի ժողովուրդն իրան որոշի կողմը։ Նիկոլ Փաշինյանն է որոշում։ Նիկոլ Փաշինյանն արդեն ասել է, որ վերջ Սերժ Սարգսյանը ղեկավարած կուսակցությունը պետք է ընտրություններին հաջորդ խորհրդանում պիտի չլինի։ Հիմա դա չմասնակցելով կլինի, չեն թողնի մասնակցի, իրան կբռնեն կուսակցության ակտիվին կբռնեն, կուսակցությունը կփակեն, քրեատերտիկից կա։ Դա սա տեխնիկական հարցեր է։ Նիկոլ Փաշինյանը որոշել է Ռոբերտ Քոչարյանը պիտի հաջորդ խորհրդանում չլի իր առաջնորդած կա։ Վերջացավ այն դու գնացել ես ընկել ես այն դու մնացել ես եսին որ թվի վրա Պետրոս որ պիտի ընտրությունն էլի ժողովուրդը այրա պրծավ գնա ժողովուրդը 18 թվին մի անգամ Նիկոլ Փաշինյանն ընտրել է վերջ էլ ժողովրդին պետք չի նեղություն տալ Էլ ժողովրդի պետք չի անհանգստացնել այն մարդ արդեն ժողովրդի կողմից ընտրված ազգընտիր ղեկավարը Հավիտյանից Հավիտենից քանի չի մեռե ինքը պիտի որոշի Մեռնելու հարցել ընդից է լուծված, մեռնում է, հարություն առնում, մեռնում է, հարություն, 100 անգամ էլ է դա եղել։ Վերջացավ գնաց, ամեն անգամ է ժողովրդը պիտի նեղություն տանք, ամեն անգամ տանենք ընտրություն, ինչի տա պետք է եղել։ Այն մարդը ասում է, այսի կլինի, չի։ Հիմա ասեք դե Նիկոլ Փաշինյանը կասի, Ռոբերտ Քոչարյանը չի լում, Սերժ Սարգսյանը չի լում, մեր ձևով շարժումը չի լում, սրանք շպիոններ են, դրանք օտարնի բաներն են սպասարկում, սրանք սենց են, դրանք գնաց, մնաց Արման Բաբաջյանը հոպլա եւ ատոմնատեխնիկը չի անցնի դե ժողովրդավարական իրանք կանցնեն ու կձևավորվի իշխանություն Եվրոպան էլ փողը տվել է Ամերիկան էլ փողը տվել է դրանց դեմ էլ մտա սանկցիաներ դրանք ստից Նիկոլ Փաշինյանը կազմակերպի դրանց հետ կդատեն դրանք էլ ընդի սանկցիաներ կիրան կոմպլեքս մոտեցում ժողովրդավարական հիբրիդային ժողովրդավարություն Ես կարծում եմ, որ դա է միջոցը, ոչ թե ժողովրդին ամեն անգամ թողնել այս հարցը լուծել։ Ճիշտ ասում եմ, ախպերարա ժողովրդին պետք չի նեղություն տալ։ Ինչ գործ ունի ժողովուրդը խառնվի իշխանության ձևավորման գործին է։ Ժողովուրդը խելքը հասնում է։ Ժողովուրդը ոնց է եղել մեխանիզմը, ոնց է Բաբաջանյան ջան, ասել է ախպեր դու սա գիտես, ասա իմանանք էլի։ Որտեղ ժողովուրդը մանդատ էր տվել 2021 թվականին գործող իշխանությանը սրանց հարցերը լուծել։ Հիմա 5 տարի անցել է, այս մարդիկ շարունակում են իրենց միլիարդներով լրջագույն սպառնալիք մնալ քաղաքական դաշտին եւ մեծ քաղաքական ուժերից։ Ժողովուրդը ասել է ախպեր ջան, գնացեք վերացրեք։ Հələ մի քիչ որ ուզում ես իմանաս թերացել են Պետրոս։ Որ ուզում ես իմանաս մի քիչ թերացել են։ Մրա ինչ գործ ունի այ ախպեր ջան։ Արցախյան պատերազմի մասնակից է։ Ֆրֆռը ազատության մեջ։ Հնայդու Ադրբեջանում տալ են դատում են։ Ցմա ազատազրկումը տվել են։ Ըստ ինչի դրանք պիտի ֆրֆռան Պետրոս, կարաս ինձ ասես։ Դրա համար էլ այս մարդը այդ իշխանությունների դարդից գնաց է դառը ընդդիմություն։ Ստիված գնաց է դառը ընդդիմություն, որպեսզի պայքարեն կարանան բոլորին տանեն այդ Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցներին, Արցախ ազատագրած բոլոր հայրենասեր գործիչներին, Հայաստանում ներդրումներ արած բոլոր գործարարներին, աշխատատեղ ստեղած բոլոր բիզնեսներին խլեն, ձեռներից առնեն, տանեն, դատեն։ Ինչու՞ չէ նաև
Փարակարն էլ է եղե։ Ինչու՞ չէ նաև։ Պետք է աշխատեն այս մարդիկ։ Թե չէ ժողովուրդ, արա, զզվացրեք այդ խեշ մարդկանց, արա, թողեք այդ մարդիկ հանգիստ ապրեն իրենց համար։ Ինչ գործ ունեն դրանք խառնվել այդ խառը պատմությունների մեջ։ Այդան ընտրությունների մասնակցեն, սրան ընտրեն, դրան չընտրեն, քվեարկությանը մասնակցեն, չմասնակցեն։ Վարչապետը մենակով հանգիստ իր համար դենտենը մեկ հայրեն ասել մարդը, այս ժողովրդի շահերից բխող, տեսեք ինչքան օգուտներ բերեց այս ժողովրդին։ 7 տարի ղեկավարումը, հələ տես հայրենիքի սահմանները ընդլայնվել է, ներդրումները շատացել են, տնտեսությունը զարգացել է, ներգա որ ոնց ասել է, ինչ ասել է տեղերին, որ ասում են ներգաղթ կլինի, ուղղակի մի քիչ խնդրեմ կար էլ այդ այրոպորտը փոքր էր, այդքանը սաղ միանգամից չէին կարող գան, տես գրաֆիկի ա դրե հերթով, սաղ վերադառնում են արդեն Հայաստան, բարեկեցությունը ապահովել է, թողեք թող աշխատեն այդ մարդիկ, թե չէ ժողովուրդ, զզվեցրիք էլի արա։ Միջնորդությամբ Ես մարդ եմ, որը անկեղծ մտածում է, որ առանց ռուսների հետ գնացել ենք, փորձարել ենք նոյեմբերի 9-ի փաստաթղթի եւ ոչ մի կետ չի իրագործվել, որովհետեւ ես հիբրիդային զինվոր եմ։ Այո, դուք ունենք մենք ապացույցներ, որ նոյեմբերի 9-ին մենք փորձ ենք արել ռուսների միջնորդությամբ գնալ խաղաղության։ Հետո տեղի են ունեցել իրադարձություններ, մինչև հիմա էլ դրա հետևանքները Բաքվի բանտում մենք ունենք ռազմագերիներ եւ քաղաքական իշխանության Ղարաբաղի ներկայացուցիչներ։ Այդ փաստաթղթով մենք ոչ մի գերեվարված չպետք է ունենայինք հիմա Բաքվում։ Ռուսները մատը մատին չեն տվել 5 տարվա ընթացքում։ Արցախը, որի հիմքում այդ փաստաթուղթը այդ Արցախի անվտանգության եւ մեր ժողովրդի անվտանգության մասին էր, ռուսների ներկայությամբ իրենց աչքի առաջ էթնիկ զտում է տեղի ունեցել Ղարաբաղի տարածքում։ Իրենք էլ հիմա այլևս չկան 5 տարի անց ընդհանրապես մարդ չի մնացել, ոչ խաղաղապահ, հարցը գնահատականների մեջ չի։ Ես, տեսեք, ես մարդ եմ, որ գտնում եմ, որ դուք ճիշտ չեք ասում, որ այդպես եղավ, որովհետև Հայաստանը սխալներ արեց։ Համակարգված։ Հիմա եթե ես դա ասում, այ ո՞նց եք տարբերում, որ սա հիբրիդ է, այսա մոնորիալ է։ Այսինքն Պետրոս, դու մտածում ես, որ ես կարաս հանգիստ այս մարդկանցից նես տարբերվող կարծիք ունենաս, ու դες քո մար ֆրֆրաս էլի, հա։ Այս մարդիկ էլ բան են, էշ են էլի։ Պետք է թողնեն, որ տարբերվող կարծիք ունեցող մարդը այդ կարծիքը ազատ արտահայտի բան։ Հավաքի քեզ էլ մի հատ, արա ժողովրդավարական երկիրը, ով է տեսա ժողովրդավարական երկրում մարդը իշխանությունից տարբերվող կարծիք ունենա։ Մի կարծիք պիտի էլի, այդ կարծիքն էլ դաժե իշխանություններն է պիտի նեղություն չտաս։ Նստում ես նայում ես աղբեջան, հարևան երկիրը, բարեկամ երկիրը, Ադրբեջանն է, մեզ այդքան սիրում, այսքան հարգում, այսքան մեր համար ասես լավ բաներ են անում, ցորեն են բերում, բենզին են ուղղում, ամեն ինչով օգնում են մեզ, ամեն ինչով, որպեսզի մեր կյանքը հեշտանա, բարեկեցությունը, ամեն ինչ անում են այդ մարդիկ, այլ ինչ եք ուզում, արա այդ մարդկանցից դուք։ Հիմա այդ մարդիկ էլ ասենք այդքան բան անելու հետ միասին, նաև ես են, մի հատ ասենք բան են ուզում, տավուշ են ուզում, չտաս այդ մարդուն։ Այսքան մեզ այսքան լավություն անող մարդուն Ալիևին, ով է մեզ այսքան ժամանակ այդպես լավություն արել ոնց որ։ Բայց մարդը եկել ասում աղբեջան, ինչ է դե մեծ մեղրիա ուզում էլի։ 47 կիլոմետր է, ինչ է այդ տարածքից շրջանը, ով է գնացել Հայաստանից մեղրի։ Այն ինչ է որ մենք չտանք այդ մարդուն։ Մի բան էլ բան մենք մեր կողմից չտանք, արա բա մարդկային չէ պիտի լինի։ Օրինակ, արժանապատիվ խաղաղություն, այդ բոլոր արտահայտությունների միակ եւ այսպես տողատակը պատերազմի քարոզչությունն է։ Որովհետև արժանապատիվ խաղաղության համար պետք է հաղթել պատերազմը։ Մենք պատերազմում ցավոք չենք հաղթել։ Ես նոր տեսեք, ես կոնկրետ օրինակներով եմ սիրում։ Թոթոյս մարդը իր օրինակներն այդ մեզ չի հասկանում, էլ այս մարդը օրինակներով է սիրում այա։ Իա։ Թոթոյս մարդը օրինակներն ասի։ Ասա Պետրոշն, ասա օրինակներդ։ Ցավոք չենք հաղթել։ Ես լսում եմ եւ հիմա ասել արժանապատիվ խաղաղություն նշանակում է քարոզել պատերազմ, Ես լսում եմ Արմեն Ռուստամյանին, նա ասում է, մենք պետք է Ադրբեջանի առաջ պայմաններ դնենք։ Մեր թողերը ազատեն, մեր գերիներին հետ տան, հետո Ղարաբաղցիները պետք է հոգի խանգարվում հետ գնան, հետ դրանից հետո պետք է քննարկեն Ղարաբաղի կարգավիճակը եւ այդ ամենը արտաքին մեկ գերտերության հետ տեսակ։ Հիմա այդ մարդը հավատում է, որ Ռուսաստանը այս ամեն ինչը կտա։ Նա հիմա հիբրիդային հրձիկ է, թե այդպես է մտածում մարդը։ Ուրեմն Ղալաթանում այտենց մտածողը դու էլ հետը վրից ես Ղալաթանում, որ հերիքի նստել ես, լսել ես։ Հետ էլ մետ կրկնում ես։ Արա
Արմեն Ռուստամյանը ինչ գործ ունի կարծիք հայտնի։ Արա կարծիքը պիտի հայտնի Արման Բաբաջանյանը։ Դու նստել ես Արմեն Ռուստամյանն ես լսում։ Ինչ գործ ունես դու դրանց հետ։ Արա նստի լսի այս մարդն ինչ է ասում, Նիկոլն ինչ է ասում, Ռուբինյանն ինչ է ասում։ Այս մարդկանց ասածը, բայց եթե մեկ ուրիշ բան ասում, բայ հիբրիդ է, բայ ինչ է։ Հիբրիդային հերձիկ տարբերվող կարծիք պիտի չլինի Պետրոս, մեկ ազգ, մեկ կարծիք։ Ու այդ կարծիքի հեղինակն է պիտի մեր շատ սիրելի Իլհամ Հեյդարիչը։ Ախպեր ինչ դժվար բան կան դե հասկանալու, լավ Պետրոս։ Ինչ դժվար բան կա այդքան հասկանալու, որ դու չես հասկանում, ման։ Իսկ մեկ սենց ասում, մեկ նենց ասում, ղալլաթ են անում այդ ասողները, որ տենց են ասում կամ նենց են ասում։ Այ ոնց ենք տարբերում։ Ես կարծում եմ դրա համար պիտի մասնագետները դնեն, տեսնեն թե Արմեն Ռուստամյանը ինչ կուսակցական օրակարգն առաջ տանում, թե այդ կուսակցական օրակարգը ընդհանուր հիբրիդային այդ համապատկերի մեջ ինչ որ առանձին տեղ ու նշանակություն ունի։ Վերջացավ, ասում է ինչ գործ ունի Արմեն Ռուստամյանը, գիտես ինչ, դաշնակցական։ Արա ինչ գործ ունի դաշնակցություն կուսակցությունն էլի։ Կարաս ինձ ասես։ Եթե այս մարդիկ որոշել են, որ պիտի Հայաստանում էլ ընդամենը 3 կուսակցություն, 3-ն էլ իշխան, այն էլ 3-ն էլ բանը, կար այդ միթամետ 3 ինչ համար է։ Մեկը լի լավ, այլն սովետի վաղ որ կոմունիստականներ ինչ վատ են, մի հատ կար հերիք էր էլի։ Դե լավ թե 3 էլ նույն բանը։ Ինչ գործ ունի դաշնակցությունն էլի, դաշնակցությունը ծրագիր ունենա, նպատակներ ունենա, կանադրություն ունենա, արտաքին քաղաքականության հարցում դիրքորոշում ունենա, այդ ունի երիկ չի։ Հետնել են նստել մի հատ խոսեն դրա մասին, ասեն մենք էլ այդ կարծիքին ենք։ Չէ։ Բա Ամերիկան ինչի համար, բայց մարդ ինչի համար է։ Եվրոպան ինչի համար է։ Բայց ինչի ենք մենք Եվրամիությանը դիմում։ Այստեղ շատ կարևոր հարց կա։ Եվրամիության հետ մենք նաև ռազմավարական օրակարգի փաստաթուղթ ենք ստորագրել դեկտեմբերի 2-ին եւ վստահում ենք Եվրամիության ջանքերին եւ Եվրամիության հանձնառություններին, որոնք միտված են հատկապես Հայաստանի անվտանգության, Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը։ Որտեղ մենք Եվրամիության հետ փաստաթուղթ ենք ստորագրել, որը չի վավերացվել, որը ոչ մի պարտավորություն չունի ոչ Հայաստանի համար, ոչ Եվրամիության համար, որ Հայաստանը Եվրամիության անդամ չի։ Մի հատ թուղթ ենք ստորագրել եւ մենք արդեն։ Բայց այն որ Հայաստանը ոչ միայն ստորագրել է, այլև փաստացի Եվրասիական տնտեսական միության անդամ է, որ այդ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելով կարողանում է ապրանք արտահանի, կարողանում է իր համար կարևոր էներգետիկ ռեսուրսներ ներմուծի, որ դրա տնտեսությունը դրա հաշվին է, դա կապ չունի։ Անվտանգային Եվրամիության անվտանգության հետ ոչ մի կապ չունեցող կազմակերպություն է, բայց փաստացի ռազմաքաղաքական կազմակերպությանը հապկին իրանց անդամակցությունը դադարեցրել են, Եվրամիությունը մեր անվտանգային հարցեր լուծում։ Հիմա եթե մի հատ Էդգար, մի հատ Արմեն Ռուստամյան, մի հատ չգիտեմ ինչ, մի հատ Էն, մի հատ Պողոս, մի հատ Պետրոս, հələ մի հատ կարծիք հայտնում, հիբրիդ, ռուսի շպիոն, Կրեմլի ագենտ, ես ինչ է, ես ինչ տարբերվող կարծիք, հիմիջայլոց ասեմ կեզ Պետրոս, շպիոն ու ագենտ, մենակ ռուսի ալում, Ամերիկայի չի լում, Ամերիկան չի, Ամերիկան վաղուց փակ է այդ արտաքին հետախուզություն, բան, այդ ծառայությունները, Բրիտանիան էլ է փակ է, Եվրոպայում էլ ոչ միտեղ չկա, մենակ մնացել, այսինքն եթե շպիոն է, ուրեմն իմացի դա մենակ Ռուսիա կամ Կրեմլի, Ամերիկայի չկա, չէ, Ամերիկա տուղել ես, չէ, Բաբաջանյան ջան, դու ոնց որ ստե որ խնդիրներ ունեիր, փախել էր, գնացել էիր Ամերիկա, ստե բանակում չես ծառայել, կեղծ փաստաթղթեր ես ներկայացրել, հետո բռնել են Ամերիկայից քեզի պելել նստե, դատել են, բանտես նստե, ընդ որ խոցելի կարգավիճակ ես ունեցել, այնտեղ Ամերիկայում բան չկա, Պետրոս, տենց հետախուզական ծառայություն լինի, որ եթե ասենք նման մարդկանց գտնի, հավաքագրի, ասի ես այդտեղ Ամերիկայում քո խնդիրները կլուծեմ, բայց դու դրա համար պետք է SSS առաքելություն իրականացնես, այսօր այդտեղ վաղը միսոք տեթասես երկիր, այնտեղ պետք է այդպես բան Ամերիկա վաղուց վերացել գնացել է Ամերիկա, ախպերերը գինեսել իրանք կոֆե, մոֆե, մակդոնալդս բան իրանք համար թեթև հանգիստ, անտե ես չգիտեն իրանք նախագահնով է, Ամերիկան դե ամերիկացիները շպիոն չունեն։ Ոչ մի երկր, մենակ Հայաստանը ոչ մի երկրի մեջ չունեն, այդ ծառայությունը իրանք փակել են։ Մենք 2024 թվականի ապրիլի 5-ին մի կարևոր
գագաթնաժողով ունեցանք Բրյուսելում, Հայաստան, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ։ Այդ գագաթնաժողովի արդյունքներով մենք հիմա Եվրամիության հետ ունենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ եւ Միացյալ Նահանգների հետ ունենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։ Եվ սրանք զուգահեռ կարևոր օրակարգեր են տնտեսական, տեխնոլոգիական, էներգետիկ եւ նաեւ Եվրամիության հետ, որոնք օգնում են Հայաստանին կառուցել խաղաղություն։ Այ Բաբաջան ջան, ահ դու հետաքրքիր։ Արա բայց Նիկոլը չգիտի դրա մասին, այդ ինչ որ դու ասում ես։ Այդ իր ստորագրած բան։ Արա բայց սա օրը Ռուսաստան վերընկած է դա։ Գնաց Մոսկվայում մասնակցեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի։ Եկավ 2 օր չանցավ, գնացել է Սանկտ Պետերբուրգ, մասնակցում է ԵԱՏՄ բարձրագույն նիստի նախագահների մակարդակով։ Դրանից առաջ էլ է գնացել Ղազախստան ԵԱՏՄ հապկի անդամ համագործակցության համաձայնագրեր է ստորագրում, մեդալներ է ստանում։ Արա դրանք չես բացատրում։ Բաբաջան ջան, ասա թարգի արի ախպեր արա։ Այդ կարող է դա ռուսի շպիոն է, այ Արման ջան դա։ Արա դա իմ աշկին հալաբուլա էր։ Ինձ թվում է այդ Նիկոլը դա ռուսի մեկ է Ղազախի շպիոն է։ Ղազախստանի նախագահ դրան չի պետք է մեդալ տալ, կարաս ինձ ասես։ Սաղ օրը Պուտինը նրան չի պետք է հանդիպի։ Դու դրանից զգուշ էլի Արման։ Դու այդքան դրան բան ես անում։ Բայց քո տուն էտա քանդել։ Դու դրանից զգուշ եղի։ Այնի փաստորեն չի զբաղվում ես մեր եվրոպական օրակարգով, Միացյալ Նահանգների հետ հարաբերություն։ Սա օրը Ռուսաստան վերընկած։ Սրտիկ մրտիկներ անդից ուղարկում Ալիևին։ Շնորհակալություններ հայտնում։ Հիմա դուք հիշում եք մոտավորապես ովքեր էին դեմ 2024 թվականի ապրիլի 5-ի այդ գագաթնաժողովին։ Ձեր նշած շրջանակները Դաշնակցություն Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան բռնում էին Ռուսաստան, Ադրբեջան եւ Թուրքիա։ Սինխրոն։ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների եւ խաղաղության գործարքի այս ամբողջ գործընթացին ովքեր են դեմ։ Ձեր նշած շրջանակները Դեմ են էլ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան։ Իսկ հիմա Պետրոս Նիկոլ Փաշին նագլիկ ջադա։ Այդ ամեն ինչից հետո հելելա գնացել է Ռուսաստան, Ռուսաստանից Ալիևին շնորհակալություն հայտնելու։ Նրանց ովքեր որ դեմ են եղել Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության հետ մեր հարաբերություններին։ Իսկ ինքը սաղորը այդ դրանց ոտերի տակ գնաց Անկարա Էրդողանի հետ հանդիպ։ Նա ով որ դեմ է եղել մեր եվրոպական ամերիկյան օրակարգ Էրդողանը։ Իսկ նա դրա հետ շատ մոտ է։ Ալիևը տենում ես Ռուսաստանը։ Բաբաջան դու այդ Նիկոլի գյամերը պահի ձեռդ։ 2 կոպեկ փող ասա թող ավելացնեն դու գյամերը հավաքի ձեռդ։ Ռուսաստանը նույնիսկ ասում ենք այլևս համաձայն չենք առանց Ռուսաստանի մասնակցության։ Այո, այսինքն այստեղ խափանելու ընդհանրապես Ռուսաստանը չի կարող լինել Ռուսաստան եւ խաղաղություն։ Ռուսաստանը եւ խաղաղությունը անհամատեղելի են։ Հայաստանը պիտի շատ հստակ ռուսներին առաջարկի մասնակցել, օգտագործել այդ ճանապարհները, բայց իրենք դրա օպերացիոն որևէ աշխատանքին չեն կարող ներգրաված լինել, որովհետև նախ հասկանում ենք նաև գլոբալ համաշխարհային իրողությունները, որոնք չեն կարող համատեղել ռուսական եւ ամերիկյան ընտրություններ, ճիշտ է։ Եվ բոլոր ուժերը պետք է հավասար պայմաններում լինեն, համաձայն եք։ Լավ էլի Պետրոս, դու ինչ հետ մնաց մարդ ես։ Այս մարդը մի ժամ քեզ բացատրում է, ասում է, որ ընտրություններից առաջ պիտի կուսակցությունները փակվեն, այն ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին, գործիչներին, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները դրանց դեմ սանկցիաներ կիրառի, գրանցեն, խափեն ժողովրդին վերջերով ընտրություններից դրանց հանեն նույնիսկ քվեաթերթիկներում անուն հավասար պայմաններ էլի։ Զարգացել արա, դու մնացել ես եսին որ թվի վրա Պետրոս։ Դու լը գիտես են քո այն Բարգավաճի վախտերն է, որ այդ ասել ես Բարգավաճի երկրորդ համար, այդ աս մասնակցես ընտրություններին։ Մոռացի այ ախպեր անցել է դրանք սաղ։ Իհարկե։ Հիմա Եվրամիությունը եւ Ռուսաստանը կենաց մահու կռվի մեջ են։ Եվ Եվրամիությունը մեզ փող է տալի, որ մենք պայքարենք հիբրիդային վտանգներ։ Այսինքն այն վտանգների, որոնք ծագում են եւ գալիս են Ռուսաստանի դեմ է լինում։ Ես էլ ասում եմ, ինչ ենք մենք Ռուսաստանի դեմ։
Չէ, Դուք գտնում եք վատներ, ես գտնում լավ։ Մենք խոսենք, բայց դուք Եվրամիությունից ու Ռուսաստանից խոսում եք, Հայաստանից չեք խոսում։ Մենք պիտի հասկանանք, որ նա Հայաստանի շահը։ Եթե Եվրամիությունը օգնում է, որպեսզի Հայաստանը ավելի դիմակայուն լինի, ավելի դիմադրողունակ լինի, Հայաստանը պիտի ինչ անի, գնա նրանց հետ, ովքեր ուզում են հայկական պետականության չեղարկում։ Անթակույց ռուսները մեզ վարչապետը ասեց, որ մեզ առաջարկում էին պատերազմը դադարեցնել, ասում էին, որ պիտի դառնանք միութենական պետության մաս։ Այ բալա ասում ես ասած են իման դե է։ Ադուստե խոսում ես են ինձ է։ Ռուսների հետ։ Բաբաջանը մի բան չի բռնում, այ ախպեր, դու լրատվամիջոց ունես, չէ՞։ Բայց ձեր լրատվամիջոցը ինտերնետ չունի, լուրեր չեք նայում դու, բայց չես հարցնում, ասես Փաշինյան, դու հիմա ուր ես։ Գնացել ես մեր երկրի դեմ հիբրիդային պատերազմ վարող երկրի ղեկավարի հետ առանձին հանդիպում ես ունենում։ Հիբրիդային պատերազմ մեր հետ վարող այլ երկրների հետ նեղ կազմով հանդիպում եք, հետո անցնում եք ընդլայնված կազմով հանդիպում եք ունենում։ Արա, այ Բաբաջանյան ջան։ Արա լավ չի մեր վիճակը, Պետրոս։ Դու էլ կպել ես հավասար պայմաններ։ Դու մատ հլասա տենանք, դու Ամերիկայից ինչ կա, ով է գալու Հայաստան, անցած անգամ, բայց մատ պրավակ տվել ես դու Արման, մատ պրոմող տվել ես դու ձեռիցս չես բռնելու, դու ասիր Թրամփի տղան գալու է Հայաստան, ինչի չեկա վարա, ասիր գալու է, չէ, մենք էլ այդքան պատրաստվանք, այդ ռեստորանները ասին Թրամփի տղան է գալի, մի հատ նորմալ խաշ լամա բանան են արդեն բաստուրման խորովածը միսը տրել են բաստուրման, եկե պարզով Թրամփի տղան չի գալի, էդի քո պրոմախներ Արման, էդի քեզ չեր սազում, եթե կարաս կազմակերպի թող տիկին Մելանը գա, եթե այտենց հնարավորություն կա, տիկին Մելանի գալը շատ ավելի էֆեկտիվ կլինի, քան թե մատ ուրիշ, ինչ ծրագրեր կա, մատ ասա տենանք Ամերիկայից դու տեղյակ մարդ ես, ինչ կան դե, ինչ են ասում մերոնք կամ պետքարտուղար Ռուբիոն կամ փոխնախագահ Դիվենսը։ Իմացար Պետրոս, գնա կամար մի հատ թազա կոստյումար բանն է գալի, պետքարտուղարն է գալի կամ ԱՄՆ փոխնախագահն է գալի։ Բայց սիրուն քաղաքնվես, մեզի խայտարը գալուս դու կապես արա։ Եթե Սարոշկա խանութում քո վզով չկա, ասա թո մի հատ կարել դու այդքան փողերի մեջ քեզ դժվար չի։ Գալուս դու կապես։ Դու բարգավաճ ես, դու կարաս գալս դու վերջ կոճակ առանց կոճկելու էլ կապես, այսպես բաց կարաս թողնես, այս գալս դու կապես քաղաքնվես, ղոնաղ է գալի, կարգի մարդիկ են գալի մեր երկիր, թո Պետրոս Արսենյանը դու ինչ գիտես, արա դու շաշ ես արած, ոնց ով է ձեզ ասել, այսինքն դու հիմա այս մարդը պիտի իր սաղը սենց դոսիեն սենց հանի բերի դնի քու դեմը ասի Պետրոս ես այս ինչ մարդն եմ, այս ինչ տեղը մտել եմ գործի, այս ինչ տեղը աշխատում եմ, այս ինչ տեղից կոնտակտներ ունեմ, այս ինչին ես եմ ինֆորմացիա տալի, այն ինչից ես եմ ինֆորմացիա, ասա գալստի քեզի արա ասում է ինչ ասում է դրանով սահմանափակվել է, այդքան էլ այդ մարդը էլ որ էլ այդ կարող է շատ բաներ պետք չի ասել, ասում է ով է ձեզ ասի, քո ինչ գործն է ով ասա, ինչ ես քիթդ խոթում արա տես հարցերի մեջ, կարող է դու ռուսի շպիոն ես։ Այսինքն մենք այդ որակի եւ այդ կալիբրի, դե ես ձեզ մոտ մի քանի անգամ այդպիսի առիթներ ունեցել եմ ասելու եւ թույլ տվեք իմ շրջանակները իմ կապերը թույլ են տալիս իսկ ես եւ եվրոպացի պաշտոնյաների եւ ամերիկացի պաշտոնյաների հետ ունեմ այդպիսի շփումներ հարաբերություններ եւ իմ տեղեկացվածությունը թույլ է տալիս այդպիսի բան ասել հասկացար ես մարդը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, սպասվող իրադարձությունների մասին ավելի շատ բան գիտի, քան Հայաստանի արտաքին գործերի նախարար։ Այս մարդն ավելի շուտ ասում, քան այն հունվարին, որ պիտի Ամերիկայի հետ համաձայնագիր ստորագրեին։ Արադ Միրզոյանը էլ տեղյակ չէր։ Այս մարդն ասաց, հեսա մի քանի օրից համաձայնագիր է ստորագրել։ Իր ասելուց հետո լրագրող արտգործ նախարարությունում տարեկան ասուլիսի ժամանակ հարցում ասում է Արադ Միրզոյան, առաջիկայում Արման Բաբաջանյանն ասում է, որ դուք Հայաստանը պիտի ստորագրի, կա տես բան, ասում է, որ էլիք իմանաք, 4 օր հետո էթմա ստորագրում է, պարզում է ճիշտ, հր այս մարդը, դու Պետրոս, ով բա ձեզ ասե, իվը դույց ասի,
Թուրքիայի հետ շատ կարևոր գործընթացներ Էրդողանը հայտարարեց, որ տարածքի սիմվոլիկ ինչ-որ բան կլինի։ Նայեք, այդտեղ էլ ամերիկացիները ահռելի ջանք են գործադրել, որպեսզի հնարավոր լինի իրենց, որտեղ իրենք լրիվ դուրս էին process-ից։ Իդեպ նրանք, ովքեր որ տրիպի եւ ընդհանրապես օգոստոսի 8-ի համաձայնություններում թուրքական հետք են տեսնում, այն ինչ որ դա խայտարակություն է։ Թուրքերը ընդհանրապես չեն մասնակցել դրանում եւ մենք ենք եղել պատճառ։ Ամերիկացիները ամեն կերպ ուզում էին թուրքերին այդտեղ մտցնել, որտեղ իրենց դաշնակիցը տարածաշրջանային Թուրքիան է եւ հասկանալով, որ դա մեզ համար ցավոտ թեմա է, Ադրբեջանը չի մասնակցում։ Ինքը այտենց իր համար նշանակություն ինքը չի հասկանում էլի որ Թուրքիան Ադրբեջան դրա մի նույն երկիրն է ու ասենք թե այդ համաձայնագիրը ստորագրել է Ադրբեջանը որի նպատակն է որ Ադրբեջանը կապ հաստատի Թուրքիայի հետ չէ թուրքերը կապ չունեն թուրքերը ընդհանրապես այս process-ից դուրս են մնացել ուղղակի Ամերիկա գնալուց առաջ Նիկոլ Փաշինյանը ինքը իր ոտով գնաց Թուրքիա Անկարա հանդիպեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ այդ հունիսին հա դրանից հետո եկավ գնաց Նիկոլ Փաշինյանը մի հատ Միացյալ Արաբական Էմիրություններում Ալիևի հետ հանդիպեցին մի 5 ժամ առանձնազրույց ունեցան նոր գնացին Ամերիկա թղթերը ստորագրին եկան թուրքերը դրա հետ բացարձակապես կապ չունեն ինքը մենականից չի որ Ամերիկայից է տեղյակ ինքը Թուրքիայից էլ է տեղյակ այ ախպեր ջան իմիջիալս Թուրքիան էլ այդ իր ծառայությունները սաղ վերացրել է այն Արադ Միրզյանի բանի են վախտերը չի էլի որ այդպես բան չէ սաղ վերադախ Թուրքիայի ինչին է պետք Պետրոսյան արտաքին հետախուզական ծառայություն դրան ինչին է պետք հիմա գործակալներ ունենա Հայաստանի վրա աշխատի ինչ խնդիր կա այցա վերացրել են դրանք սաղ այդ ամեն ինչը ինքը ուղղակի շփումներ ունի տարբեր պաշտոնյաների հետ տարբեր երկրների այդ շփումներով մի քանի բան ուղղակի տես ձեռի հետ իմանում է դե հիմա բարեսիրտ մարդ է որոշ բաները գալի ասում է ուղղակի ինքը ավելի շուտ է ասում քան Հայաստանի արտաքին գործերի նախարարը ինքը ավելի շուտ է ասում քան Հայաստանի վարչապետը որովհետև այնով որ պիտի վարչապետին ասի հələ վարչապետին չի ասել բայց իրան ասել է հետո նույն բանն են ասում վարչապետը կարող ուրիշ բան են ասում նույն բանն են ասում, վարչապետն էլ ասում է մեր վարչապետը գիտես։ Սրտից թույլ մարդ է, ասում են անում է։ Չէ, դրա բերանը չէ չկա Պետրոս։ Ինչ ասում են անում է։ Օրինակ Թուրքիայի հետ կապված ինչ լավ խաբարներ ունես, Բաբաջանյան ջան, ինչ անելու Թուրքիայի հետ հարաբերություններում։ Առաջիկայում Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն եւ սիմվոլիկ այդ քայլերից մեկը առանցքայինը հենց դա է, որը ոչ միայն երկու երկրներին կվերաբերի, նաեւ ռեգիոնալ նշանակություն կունենա։ Ու այստեղ մենք չափազանց կարեւորում ենք, որ դրան կհաջորդի նաեւ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելուն ուղղված քայլեր կլինեն եւ կբացվի հաստատ սահմանը ու տեսնում ենք մեծ շահագրգռություն ամերիկյան կողմից Հայաստանը այս տնտեսական այս փակուղուց այս մեր տնտեսությունը խեղտող այս միջավայրից կարենալ դուրս գալ։ Լսեցիր Պետրոսյան, օրինակ դու այսքան ժամանակ Հայաստանի վարչապետից, Հայաստանի արտաքին գործերի նախարարից, Թուրքիայի հետ հարաբերություններում հատուկ բանագնաց հռչակված Ռուբեն Ռուբինյանից լսած կաս որ պիտի Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվի։ Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածություն Ռուբինյանը ձեռք էր բերել դեռևս 2022 թվին, որ դա պիտի լինի 2023 թվի հուլիսի 1-ին, հետո ասին լավ հուլիսի 1-ին չենք հասցնում, հուլիսի 15-ին։ Հիմա 2025 թվականի դեկտեմբերը պրզնում է հələ դա չկա։ Հիմնական բանագնացի ձեռք բերած, բայց smart ասում կլինի էտել ալնելու սիմվոլիկ բաներ ալնելու Էրդողանն ասել է սիմվոլիկ բաներ ալնելու դիվանագիտական հարաբերություններ ալելու ուրիշ բաներ էլ ալնելու գիտի մարդը հիմա մեղավոր է որ գիտի ծառայություն է հայ ժողովրդին հանուն հանրապետ Բաբաջանյան ջան մի քիչ հստակություն էլի էդի մեզի շատ կարևոր է Ունեք իշվատ կլի ունեք հանուն Թուրքիայի կարող է Հայաստան բառը մեր օրենքը թույլ չի տալի կուսակցությունների
կազմակերպությունների անվանումների մեջ գործածության, կարծեմ թե սահմանափակություն, այս կուսակցություն կարած գրես Հայաստանի, չէ՞, Հայաստանի էս ինչ կուսակցություն, Հայաստանի ինչ կուսակցություն, բայց այս մարդը դες հանճարեղ բան է, ինքը չի գրե հանուն Հայաստանի Հանրապետություն, ինքը գրել է հանուն Հանրապետություն, ի՞նչն է սխալ գրել։ Կարող է Թուրքիան բան չի, Հանրապետություն չի։ Թե Ադրբեջանը Հանրապետություն չի։ Հանրապետություն է, կուսակցությունն էլ է հանուն հանրապետության։ Իսկ դրան պետք է հաջորդեն արդեն գործողություններ։ Հայաստանը պիտի արագ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու եւ ասոցիացիան համաձայնագրին միանալու բանակցություններ սկսի։ Այո, Արման ջան, բաթես բան կարա զանգ է նախմախել է գնացել Սանկտ Պետերբուրգ Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստի մասնակցում, հələ նոր թղթեր ստորագրում, հələ ընդից հյուրանոցից նստում ապադագոլնիկներին նկար գնացել էր Մոսկվա Լյուբլյանկայի ֆոնի վրա էլի պատագոլնիկին նստած գլխարկն է կախին զանգյաս արա վեշերը թե հավաքի հեծանևդ վերցու հելարի խոդու ապուշ չես արա ինչ ես գնացեմ մնացե ընդե զանգի կազմակերպի բեր դրան էդի քո գործերին քար գցող Արման ջան դու դրանից զգուշ եղի Մենք պետք է ռուսներին ազնվորեն ասենք, որ մեր ռազմավարական նպատակը, ինչպես վարչապետն է ասում, Եվրամիության անդամ դառնալն է։ Այ ախպեր, էլի դու ասում ես, ես ասում եմ, այդ վարչապետը հիմա Լենինգրադ պատագոլնիկին նստած նկարվում է։ Դու ասում ես, մեր վարչապետն ասում է, մեր նպատակը Եվրամիության անդամ դառնալն է։ Արա կարող է ծեր վարչապետն ուրիշ է։ Պետք Թուրքիայի նպատակն է Եվրամիության Հա, լավ, Արման ջան, հասկացա, ապեր, հասկացա։ Օրինակ տեսեք, դուք հիմա որ ասում եք, պատկերացնում եք, որ այ ինչ որ տենց հավաքական նախկին, որը ասում է վեր, ժողովուրդ եկիր է կործանվել է, սա մի չանս կա, խաղաղություն չի լինելու, մեզ փրկելու են ռուսները։ Պարզ է, հա, Սպուտնիկ Արմենիայի կլիենտ է։ Բայց ուրիշ կլիենտներ կան։ Եվ օրինակ Տիգրան Խզմալյանը Եթե Եվրոպա հենց հիմա չգնաք, փլվելու է, սախսուտ է, ամեն ինչ ճիշտ չի, այս տրիպ-մրիպ, մեզ կփրկի Եվրոպան, հենց մենք Եվրոպայի միության անդամ դառնանք, Ռուսաստանը եւ Ադրբեջանը, Թուրքիան կվերանան, սաղ մեր դարդերը կլուծվի, ինքն էլ կլինի Եվրոպարլամենտի անդամ։ Պակաս չի վարկաբեկում այդ արժեքները, քան այն մյուս կողմ։ Պետրոս, հələ մի րոպե էլի Արման ջան։ Արա, ես քեզից գլուխ չեմ հանում, արա, ձեր ընդհանրապես այդ ամբողջ քարոր Արա, քանի ժամանակա դուք կապել եք Զադանյանը տենց եք ստացել, որ պիտի ասեք, որ խաղաղությունը, արդեն մեր մոտ խաղաղությունը հաստատվե, որ այդ խաղաղությունը ասես մանուկ խաղաղությունն է, պետք է իրան գուրգուրենք, պետք է իրան փայփայենք, մեծացնենք, բա խաղաղություն է։ Համ ասում եք խաղաղությունը, համ էլ ասում եք հիբրիդային պատերազմ։ Արա հիբրիդային պատերազմը գիտես որն է։ Որ այն մի պատերազմի ռազմական գործողությունների մի հատ ուրիշ տեսակի պատերազմ էլ միանում է, երկուսը միասին ելնում է հիբրիդային պատերազմ։ Համ առավոտի ցիրիկուն ասում եք խաղաղությունը, համ էլ ասում եք այն ռազմական պատերազմը մեզի հերիք չի, տեղեկատվականը լավելացե դառը հիբրիդային։ Հիմա էլ էս Արդեն 2 ամիսա հմեկով առավոտի ցիրիկուն Պետրոսի հարցազրույցները հիբրիդային պատերազմ, Տաթևի մոտ հարցազրույցները հիբրիդային պատերազմ, հանրային քննարկումները Պետրոսն ու Տաթևն իրար հետ հիբրիդային պատերազմ։ Արա փաստորեն պատերազմ, արա, հələ պատերազմի մի տեսակ է հերիք չէ, մեկն էլ վրից ավելացել է։ Բա մեր խաղաղությունը։ Բա մեր խաղաղություն ուր մնաց, Բաբաջանյան, բտու ասում ես խաղաղություն պիտի լինի։ Նույնպես հիբրիդային կլիենտ է։ Չեմ կարող կիսել Տիգրան Խզմալյանի այդ դիրքորոշումը հատկապես օգոստոսի 8-ի համաձայնությունների վերաբերյալ։ Մենք միասին ճանապարհ ենք անցել եւ ամենայն հարգանքով իր քաղաքական դերակատարությանը, իր քաղաքական ուժին, բայց մենք այդտեղ խզվել են մեր կապերը եւ մենք այդտեղ իրար հետ ճանապարհ չունենք անցնելու։ Լսի, իսկ բանից դու չես խոսում է Շիրինյանից ինչ կա։ Խո Շիրինյանի հետ չի խզվե։ Անենց անհանգիստ եմ ես այդ մարդու Պետրոսն էլ չի կանչում դրան ուրիշ տեղեր էլ չեն կանչում ես այդ մարդու համար անհանգիստ դա աշկիս Պետրոս դառել է թուրքի շուն էլ արդեն չի էլ կարում խոսի դե շունը ինչ խոսի շունը ուշադիր լսում է կամ հաչում է այն մարդու հետ մի բան կա դու խզել ես դրա հետ քո կա հիմա կարող ես Խզմալյանի հետ էլ արա փաստորեն Տիգրանը որ ազգանունը Խզմալյանն է Պետրոս, դրա համար է սաղ, դրա հետ իր հարաբերությունները խզում են։ Արա, որ ուզում ես իմանաս դա այն գլխից դուր չէր գալի Արման։
Դա այն գլխից իմ աշկին հալա բուլայրել։ Այն իրեն ռուսական акցենտով խոսալը, Ռուսաստանում կրթություն ստացած ելնելը, աշկիս այնի ռսի շպիոնա։ Դե հիմա ասենք դու էլ խո շպիոն չես, ասենք որ ենթադրենք Eni մի շպիոնել, դու մի ուրիշ շպիոնել ես, հանկարծ իրար հետ կոնֆլիկտ ունեցու, դες բան չի կարա լինի, դες բան չկա, ես դες բան ոչ մեկի մտքով չի կարա անցնի։ Այս մարդը ուղղակի հանուն հանրապետության իր նվիրական պայքարն է տան, բայց նա այն գլխից իմ դուրը չի եկել, եթե ուզում ես իմանաս։ Այն իր տանց ռուսական տանց խոսալով բանցած վրոդի Ռուսաստանի դեմ է, բայց ոչ էլ Ռուսաստանի դեմ է։ Այտենց մեկ էլ են բանն է։ Այն դրանից ես գուշեղիկ։ Են Ստեփան Գրիգորյանին պարկած, ան ոտքի վրա հանդիպում եր, ոտքի վրա դա չի ասիմանա, թե ոտքի վրա ում հետ հանդիպում եր ունենում, ինչ անում նա այդ դրանից ես գուշեղիկ։ Որտեվ ինձ համար կենսական կարևոր է Հայաստանի ապագայի համար օգոստոսի 8-ի համաձայնությունները, օգոստոսի 8-ի խաղաղության գործարքին զուգահեռ նաև հայ-ամերիկյան կարևորագույն պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են էներգետիկ համագործակցությանը, տեխնոլոգիաներին, սրանք ամբողջացնում են մեր անվտանգային կարիքները եւ նրանք պակաս չեն վարկաբեկում արևմուտք, արևմտյան արժեքները, քաղաքականությունը, այ ոնց է տարբերելու որ սա մոլորյալ է, սա հիբրիդային։ Ես ասացի օգոստոսի 8-ը մեզ համար այն հենման կետն է, որը արժեքային բազա է ստեղծում բոլոր եւ անհատների եւ քաղաքական ուժերի համար իրար հետ ճանապարհ անցնելու։ Վերջացավ, Պետրոս, սրաստո նայում ես, դու էլ իմացի։ Մարտը եկավ օգոստոսի 8-ը գովում է այդ մեղրին Ադրբեջանին հանձնելու եւ Թուրքիան Ադրբեջանի հետ կապելու, այս իրանց խնդիրները լուծելու գաղափարն է։ Ով որ դրան կողմա, դա չոտկի նորմալ է։ Ով որ մի թեթևել դրան դեմ է, ուրեմն դա հիբրիդ է։ Եղավ մի անգամից, մատ փեչած սարքում մոտդ Պետրոս հիբրիդ։ Խփում ես հիբրիդ ու վերջացավ գնա։ Մեկը մի թեթև այս մարդու կարծիքից տարբերվող կարծիք ու լսեցիր, չէ՞ ինչ ասած։ Այսքան խոսես բացատրեց։ Պարզը, օրինակներ էր ուզում, օրինակները բերեց։ Եթե այս մարդու կարծիքից մեկը համարցակվի, այս Հայաստանի հայ ժողովուրդը ինչ է։ Ուզում են իշխանություն ձևավորեն, ես իմ կուսակցություն են ուզում ստեղծեն, ես իմ ինչ հելմետխելքները դավակե գլուխները դա հիբրիդներ։ Մեկը հանկարծ համարցակվի այս մարդու կարծիքից, տարբերվող կարծիք ունեն, նա Նիկոլն էլ աշկիս հալա բուլայրևում։ Դրանից է դու զգուշելի։ Դու տես այսքան ասում ես օգոստոսի 8-ը, նա հələ գլուխը կախում է թեմա Ռուսաստան ինչ առիթ է լմա, հələ չի էլ դրան Ռուսաստան կանչեն չէ դա, Ղազախստան կանչեն չէ դա։ Նա էլ աշկիս հալա բուլայրևում։ Դրանից է զգուշելի։ Նա պրոֆեսիոնալ դավաճան, ում ասես դավաճանել, քեզ էլ կդավա։ Քո նման ազնիվ, նվիրյալ, հայրենասեր, նախկինում դատված մարդուն էլ կդավաճանի։ Դրանից է զգուշելի։ Մենք դա տեսնում ենք որպես Հայաստանի միակ հնարավորություն Հայաստանում խաղաղություն հաստատելու Հայաստանի հարատևության ուրեմն շանսերը ավելացնելու։ Այլ առաջարկ ես կարծում եմ բոլոր մյուս առաջարկները Հայաստանը անորոշության ու քաոսի Հայաստանի կործանման մասին են, ինչքան էլ դրանք գեղեցիկ էպիտետներով փորձեն ուրեմն ձևակերպել։ Լսեցիր Պետրոս, վերջ, մնացած է, լսում ենք այդ կարծիքը, առաջնորդում ենք այդ կարծիքը, մնացած բոլոր կարծիքները բռնել, բանտարկել, փակել, վերացնել, արգելել։ Վերջ։ Մեր հյուրը հանուն հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն է, կհանդիպենք ցտեսություն։